այս իշխանությունը այդ հարցով չի զբաղվում։ Իրենց ձեռնտու չի, որ հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ Բաքվի բանտից վերադառնան այստեղ, հատկապես միջև այս ընտրությունները։ Երևի մտածում եմ, որ կարող են այդ մարդիկ մոբիլիզացնել sense ղարաբաղցիներին ընտրական գործընթացում, հատկապես նրանց, ովքեր ազնագրեր են ստացել եւ քվեարկող են։ Չեն անում։ Իրենք ունեցել են լուրջ հնարավորություն, օրինակ, երբ գնացին հանդիպան Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, այդ որ բան ստորագրվեց Տրիպ կոչեցյալը, որը չի իրականացվելու, բայց այդ առիթը չօգտագործել գերիների հարցը լուծելու ուղղակի հանցանք է։ Համոզված եմ, որ հնարավոր էր դա անել։ Եվ այդպիսի առիթներ եւս լինելու է։ Եթե իշխանությունը չի ուզում դա անել, չի անելու, մնալու են այնտեղ։ Համոզված եմ, որ այո, հնարավոր է այդ հարցը լուծել։ Հնարավոր է։ Առաջի պատերազմից հետո մոտարապես 100 քանի գերի մենք ենք ունեցել ադրբեջանցի գերիներ եւ մոտարապես շատ ավելի փոքր քանակի, հիմա թիվը լավ չեմ հիշում, մենք ենք ունեցել այնտեղ։ Անմիջապես պատերազմը ավարտելուց հետո բոլորի վրա փոխեցինք 0 էինք հասցրել։ 0-ի շատ արագ։ Հնարավոր է չեն անում հատուկ։ Իրենց պետք չի, որ Ռուբեն Վարդանյանը գա ստեղ։ Իրենց պետք չի, որ Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը գան լինեն Հայաստանում։ Իրենք հասկանում են, որ Ռուբեն Վարդանյանը հեղինակություն ունի, խոսքը արժեք ունի եւ կարող է ինչ որտեղ կողքի չմնա, այսպես ասենք, process-ներից։ Նույնպես Արկադի Ղուկասյան, նույնպես Բակո Սահակյան եւ ուրիշները։ Պատճառը սա է։